Ռոսիամոլի առևտրականների գլխին եկածը նրանց հայտնի սկեչից մի դրվագ է հիշեցնում։ Անմասն երկեր են, Հայկո Մկոյի մեջ որ ասում եմ։ Հետո չասիր։ Ասում եմ, աննասուն երկիրա։ Հերոս հարկատուները բարկացել են, որ Ես հերոս եմ, հարկատու հերոս եմ։ ԿՊԱ-կան պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ կոնցեռնը որոշել է վերանորոգել Ռոսիամոլը, իսկ իրենց հարկատու առևտրականներին առաջարկում է տեղափոխվել Երևան տոնավաճառի մի տաղավար։ Երևան տոնավաճառի երրորդ հարկն էր, որ տնօրինությունը մեզ առաջարկեց, պարզապես այդ տաղավարներում մենք չենք կարող աշխատել, ինքը շատ թողած տարածք ոնց որ լինի ու մեզ հարմար չի, այսպես ասած։ Հա, ինքը գիտեք ոնց է թողած պահեստային տարածքներ են։ Հագուստ ու կոշիկ վաճառող առևտրականների խոսքով իրենց այդտեղից հանում են, որ Ռոսիամոլը վերանորոգելուց ու մեծացնելուց հետո բրենդային ապրանքներ վաճառող ընկերությունների տան նորացված տաղավարները։ Տարածքի մյուս մասն էլ ժամանցի կենտրոն են դարձնելու։ Մեզ ասեցին բրենդային խանութներ են լինելու ու ժամանցի կենտրոն։ Տալիս են միլիարդատերերին տեղերը։ Չեն պատկերացնում իրենց աշխատանքը այլ վայրում առևտրականները։ Ասում են 30 տարի է այստեղ են, արդեն իրենց հաճախորդներն ունեն։ Ես 30 տարի աստեղ եմ, 30 տարի։ 30 տարի անց կարծես պետքա փոխեք աշխատանքի վայրը։ Այս տարիքիսինձով գործի կընդունի Ազի ջան։ Ես թոշակառու մարդ եմ արդեն։ Իմ գոյությունը չպահեմ, ապրանքա մեջ է դրել եմ, ծախում եմ, ինչ անեմ, ուր գնամ։ Վերցրել եմ 2 կոպեկ պարտով բերել եմ, որ օրեկանով հաց առնենք ուտենք։ Ինչ շատ վատ է, չգիտեն, անելանելի վիճակում ենք։ Հայտնի ԿՊԱ-կանի ընտանիքին պատկանող Ռոսիամոլի տնօրենը դեռ անցյալ տարի է պայմանագիր կնքել առևտրականների հետ։ Այդ պայմանագրում գրված է, որ վաճառատեղերը նրանց տրամադրվում են մինչև 2030 թվականի հունվարի 1-ը։ Առևտրականներին երեքշաբթի են տեղեկացրել, որ մինչև մարտի կեսերը հանձնեն վաճառատեղերը։ Խնդրում ենք գոնե 1 տարի ժամանակ տրամադրել մեզ հասկանալու համար, որովհետև շատ մարդիկ շատ ապրանքներ ունեն դեռ ճանապարհին գնված։ Իրանք վառիզգուն իմաստով մեզ թողում են առանց ոչ մի բանի։ Ռոսիամոլի վաճառողները ստորագրահավաք են սկսել, որ իրենց գոնե 1 տարի ժամանակ տրամադրեն, քանի որ ձմեռային ու ամառային հագուստներ են պատվիրել։ Դրանք վաճառելու համար էլ մինչև մարտի կեսը իրենց համար շատ քիչ է։ Կառավարություն դեպի մոտենալու ենք, որ այս հարցին լուծում տվեցվի։ Ստորագրելուց հետո կարող եք ներս մտնել, ես տանելու Մոտ ինչքան մարդ է ստորագրել արդեն։ Մոտավորապես արդեն 300-ը հասել է։ Բողոքի ակցիայի թեժ պահին մի տղամարդ առևտրականներին վերև է հրավիրում խոսելու բան կա։ Ապա վերև կայինը չեք ուզում լսել։ Կաֆեի մոտ մեջ է, էսկալատոր է։ Վերևին չա բանիկ, որ վերև բառ ասում, վերևին չա։ Վերևից առևտրականներն իջնում են դժգոհ ու տարակուսած։ Վաճառատեղերը լքելու վերջնաժամկետը ընդամենը 15 օրով են երկարաձգել։ Նորից նույնը մենք պայքարում ենք մեր իրավունքի համար, ուրիշ ոչ մի բան չի փոխվել, ոչ մի բան չի փոխվել։ Դադարեցրեք այս պայքարի։ Հա, դադարացրեք, արեք մինչև մարտի ամենաշատը, մինչև մարտի վերջ, բայց մեզ այդ պահանջը դուր չի գալիս։ Ռոսիամոլի առևտրականները վճռական են տրամադրված, ասում են փողոց են փակելու, եթե իրենց պահանջը չկատարի ԿՊԱ-կան Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող Սիլ կոնցեռնը։ Լանա Համբարձումյան, Նորա Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։